անհոր եւ որդու եւ որդույն սրբով ամեն։ Այո Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը Աստծու որդին, որ աշխարհ է եկավ։ Այս խոսքերով է Բեթանիայի երկու քույրերից մեկը Մարթան արձագանքում Տիրոջ խոսքին, երբ վերջինս կանգնելով այդ երկու քույրերի եղբոր Ղազարոսի մահվան իրողության առջև ասում է. ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ, թե պետք է մեռնի կապրի, և ով կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս բանին։ Այս հարցումը ուղղեց Մարթային Քրիստոս, երբ եկավ հասավ Բեթանիա, ստանալով Ղազարոսի մահվան լուրը։ Հովհաննես ավետարանի 11-րդ գլխում է նկարագրվում ողջ այս պատմությունը, թե ինչպես Քրիստոս առնելով լուրը, որ Ղազարոսը հիվանդացել է, երկու օր շարունակեց նույն տեղում մնալ եւ ապա ասաց այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստուծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո որդին փառավորվի։ Եվ երկու օր անց նոր ճանապարհ են գնում դեպի Բեթանիա, անտեսելով բոլոր տեսակի համոզումները եւ հորդորները առաքյալների կողմից, թե ճիշտ օրեր առաջ հրեաները փորձում էին սպանել իրեն եւ ինքը նորից վերադառնում է հրեական եւ նույն վտանգի եւ սպառնալիքի առջև կանգ։ Սակայն Քրիստոս հաստատակամ գնում է, որպեսզի մարդու որդին փառավորվի եւ ասաց իր աշակերտներին, որպեսզի դուք տեսնեք եւ հավատաք։ Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու է այս ընթերցվածքը այսօր դրվել, որպեսզի մենք այն քաղենք Սուրբ Պատարագի ընթացքում մեր ընթերցանության ժամանակ, ինչ առնչություն ունի Ղազարոսի հարության այս պատմությունը Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս ութօրեկի հետ, որոնց միջով մենք անցնում ենք հավատով, հույսով և ամենայն սիրով։ Սակայն սիրելիներ, այնուամենայնիվ այդ կապը կարծում եմ առկա է, որովհետև Քրիստոս չի տարանջատում հարությունը և կամ մահվան իրողությունը կյանքից, այլ ասում է, որ իմ մեջ է այդ ամենը բովանդակում, որովհետև ես իսկ եմ այդ հարությունը և կյանքը, և ով հավատա ինձ, պիտի փրկվի։ Ինչպիսի վիճակում ենք որ լինի, մահացած լինի պիտի հարություն առնի, դեռ մահացած չլինի Քրիստոսի երկրորդ գալուստը գա, պիտի հափշտակվի երկին, և ինչպես առաջին Թեսաղոնիկեցիների նամակի 4-րդ գլխում առաքյալը ասում է, մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք այդպես։ Սիրելիներ, Տիրոջ հետ մշտապես լինելու գաղափարն է ստիս, որ արձարծվում է բոլոր այս պատմություններում, որովհետև Քրիստոս աշխարհ եկավ, մարմնավորեց և մարդացավ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք Աստուծո հետ լինել մշտապես։ Մենք մեր մեղքերի մեջ խաթարված ենք։ Մարդը կորստաբեր ուղի է բռնել և շարունակաբար գլորվում է դեպի կործանումը իր հոգու։ Բայց մենք ամեն անգամ, երբ գոհությունը երգում ենք, ինչ ենք ասում, ծածուկ այդ աղոթքի մեջ ասում ենք նաև խնդրում ենք կենդանիների համար, որպեսզի նրանք փրկվեն բոլոր հոգևոր և մարմնավոր որոգայթներից։ Մեր կյանքը լեցուն է այդպիսի որոգայթներով, և հոգու, և մարմնի։ Բայց մենք շարունակում ենք մեր կյանքի ընթացքը։ Մենք երբեք չենք թաքնվում, ինչպես Ադամը և Եվան թարգմանվեցին դրախտում, երբ գիտակցեցին, որ մեղավոր են և այդպիսով մերկ են։ Այսօր մենք գիտակցում ենք, որ մենք մեղավոր ենք և մենք չենք թաքնվում Աստծուց, այլ մենք շարունակում ենք
մեկը իր գործանարար ընթացքը, մյուսը սկսում է հակառակ ուղղությամբ գնալ, որքանով էլ որ դա դժվար է, ամեհի է, բայց ինքը փորձում է շտկվել, փորձում է վերականգնվել այն վիճակի մեջ, որի մեջ Աստված իրեն պատրաստ է ետ ընդունել։ Որովհետև ինչ է այդ մարդը արժևորում և գնահատում իր կյանքում, որ մշտապես ուզում է Աստուծո հետ լինել։ Երբ մեզ այսօրվա ավետարանական ընթերցվածքը խոսում է երկու հարությունների մասին, մեկը Ղազարոսի, որ Քրիստոսի ողջորությամբ հարություն առավ և վերադարձավ նույն իր կյանքի վիճակին, ապրում էր և վերադարձավ կյանքի, և խոսում է երկրորդ հարության մասին, երբ Քրիստոս նորից պիտի գա և կանգնի, կաղապարված գերեզմանների առջև, և պիտի բոլորին կոչի նորից կյանքի, բայց կյանքի հավիտենական կյանքի իրողության մեջ, այդ ժամանակ է պիտի բոլորը կանգնեն Տիրոջ առջև, կենդանի և թե մեռյալ կենդանացած, և պիտի կանգնեն Տիրոջ առջև միևնույն ակնկալիքով, որ իրենք շարունակեն մշտապես լինել Աստուծո այդ ներկայության և փառքի մեջ։ Քրիստոսի ծնունդը մեզ համար սոս իրադարձություն չէր, որ տեղի ունեցավ, որպեսզի մենք այն վերընթերցենք տարի մեկ անգամ, մի կողմ դնենք Սուրբ Գիրքը, ասենք լավ էր Տերը եկավ և շարունակենք մեր կյանքը ապրել։ Դա երկկողմանի պարտավորություն է, սիրելիներ, և մենք պարտավոր ենք դա հաշվի առնել։ Մեր կյանքում և հատկապես այսօրվա իրողություններում շատ շատերը դա հաշվի չեն առնում։ Մտածում են, թե իրենց քայլերը պիտի արդյունքի բերեն, մտածում են իրենց վճիռները պիտի հանգուցալուծում ունենան, բայց հաշվի չեն առնում երկնային իրողությունները, թե ի վերջո Աստուծո կամքը այս ամենի մեջ, մեր կյանքի այս աղմուկի մեջ, մեր կյանքի թոհուբոհի մեջ, յուրաքանչյուրիս ճգնության մեջ, յուրաքանչյուրիս կրած նեղությունների, տառապանքների, հիվանդությունների մեջ, ի վերջո որն է, ինչի համար ենք մենք հիվանդանում, ինչի համար ենք մենք տկարանում հոգով, ինչի համար ենք մենք հայտնվում գայթակղությունների մեջ և ամենայն դժվարությամբ ենք կարողանում ձեռբազատվել այդ ամենից, թոթափել այդ ամենը մեզանից, որովհետև սիրելիներ, մենք մի կողմ ենք թողել Աստծուն, մենք ապավինում ենք միայն մեզ, մեր պատկերացումներին, մեր ակնկալություններին, մեր իղձերին և մեր հույզերին։ Մենք չենք անդրադառնում, որ ի վերջո մեզանից վերև կա Աստված, ով կանգնած մեր առջև իր կողքի առաքյալներին ասում է. նրա հիվանդությունը մահաբեր չէ, այլ որպեսզի Աստուծո փառքը երևա։ Եվ ինչ է լինում, Ղազարոսը ի վերջո վախճանվում է, այսինքն ինքը կրում է այդ տառապանքը, ինքը հրաժեշտ է տալիս իր երկրային կյանքին, սակայն այդ ամենը մենք պետք է դիտարկենք շատ ավելի մեծ համայնապատկերի մեջ, որովհետև այդտեղ կար առաքյալների հանգամանքը, այդտեղ կար Մարթայի և Մարիամի հանգամանքը, այդտեղ կար ողջ այդ սգավոր ժողովրդի հանգամանքը, որ եկել կանգնել էին այդտեղ և ակնկալում էին պատասխաններ, և նրանց առջև իսկապես պիտի բացվեր այդ երկնային իրողությունը, որ նրանցից վեր միշտ կա Աստված, որ նրանցից վեր միշտ կա երկին, և նրանցից վեր կա միշտ Աստուծո նախախնամությունը։ Եվ երբ այդ շփոթված, տարակուսած, հավատի մեջ ետ մտած Մարթային առջև կանգնում է Քրիստոս, Մարթան զարմացած է, թե արդյոք հնարավոր չէ իր այդ կարողություններով, բժշկելու շնորհներով երկու օր առաջ հասնել այդտեղ։ Եվ ասում է. Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էր, որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա։ Մենք միշտ մեր կյանքում, երբ հայտնվում ենք ընտրության առջև,
երբ կատարում ենք մեր ընտրությունը, կայացնում ենք մեր վճիռը, երբ մենք կանգնում ենք մեր վճիռների հետևանքների առջև, շատ են լինում պահերը, երբ ասում ենք, եթե Աստված ինձ հետ լիներ, եթե Աստված ինձ օգնության հասներ, եթե Աստված իմ ձեռքը բռներ, այս իրականությունը տարբեր կլիներ։ Ես այդ քայլը չէի կատարի, ես այս իրավիճակի մեջ չէի հայտնվի։ Նույնը ասաց Մարթան, մեզ նման մարդ լինելով, ասաց, եթե այստեղ լինեիր, այլ կերպ կլիներ, մեռած չէր լինի եղբայրս, որովհետև սիրում էին այդ եղբորը, բայց ասում է, եթե դու ուզես, դու կարող ես։ Եվ երբ Քրիստոս նրան խոսում է հարության մասին, ասում է դա լսել է։ Երբ ժամանակը դա վստահ է, իր եղբայրն է մյուսների հետ հարություն պիտի առնի, եւ Քրիստոս նրան հակադարձում է կրասելով, հիշեցնելով թե ով է իր առջև կանգնած։ Ոչ միայն մեկը, որ սիրում էր այդ ընտանիքը, որ կապված էր այդ ընտանիքի հետ, եւ այդ ընտանիքը մի քանի ավետարաններում հիշատակվում է տարբեր դրվագների մեջ, այլ որովհետեւ իր առջև կանգնած էր ակունքը, աղբյուրը կյանքի, կանգնած էր զորությունը հարության, կանգնած էր այն ուժը, որ կարող է ամբողջ ոչ միայն երկրագունդը, այլ դիեզերքը շարժման մեջ բերել եւ այդպես պահել միլիոնավոր տարիներ։ Եվ Տերը նրան ասաց. ես իսկ եմ հարություն եւ կյանք, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի կապրի, եւ ով կենդանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Եվ Մարթան ամբողջ սրտով հավատ ընծայելով այս խոսքերին, պատասխանում է. այո Տեր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծու որդին, որ աշխարհ է գալու։ Մարթան ըստ էության խոստովանություն է կատարում, որը մեր դավանաբանության հիմքերում է, որ Քրիստոս գալիս է իբրև Աստուծո որդի այս աշխարհ, որպեսզի մենք բոլորս կարողանանք իսկապես Աստուծո որդեգիրները դառնալ եւ փոխադրվել մի նոր կյանքի իրողության մեջ։ Բայց Քրիստոսին նաև գալիս է ընդառաջ հրավիրված Մարիամը, երկրորդ քույրը, որը թվում է թե ավելի գործնական է, որովհետև այդ քույրն է, որ ձիթայուղը, այդ յուղը լցրեց Քրիստոսի գլխին եւ օծեց նաև նրա ոտքերը եւ սրբեց իր մազերով այդ ոտքերը Քրիստոսի։ Եվ Մարիամը կանգնեց Տիրոջ առջև եւ նույն հուսահատությամբ ասաց. Տեր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Եվ ինչ հակադարձեց նրան Տերը։ Տերը մեզ անընդհատ շարունակաբար վերադարձնում է միևնույն տրամաբանության մեջ, որպեսզի մենք այլ կերպ չմտածենք, այլ պատասխաններ չփնտրենք, որոնք որ մեզ համար գայթակղություն պիտի լինեն, որոնք մեզ պիտի հեռացնեն իրական մեր Տիրոջից եւ նրա այդ ամբողջ տնտեսությունից, ինչպես Հունարենում ասում են, էկոնոմիայից, այսինքն այդ ամբողջ կյանքը, որը տնտեսության մեջ է բերված, իբրև մեկ մարմին, եւ ասում է. քեզ չասացի, եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը։ Սիրելիներ, այս հավատով մենք պետք է ընդառաջ գնանք Քրիստոսին։ Այս հավատն է, որ մեզ բարձրացնում է նեղությունների ու դժվարությունների մեջ։ Այս հավատն է, որ մեզ օգնում է մաքրվել մեր մեղքերից։ Այս հավատն է, որ մեզ մոտեցնում է Քրիստոսին, մոտեցնում է խանձարուրի մեջ փաթաթված այն մարգանը, ով աշխարհ եկավ, ասավ առավ, մեր բոլոր տկարությունները իր վրա առավ, ցույց տալու, որ մարդու համար, եթե նա Աստուծո որդի է, անկարելի է չհաղթահարել բոլոր այդ դժվարությունները եւ գործությունները։ Շաբաթներ առաջ երբ մենք զրուցում ենք մեր կյանքը
խոդորվող տարբեր երևույթների և իրողությունների առջև ճիշտ այստեղ ատյանում և խոսում էինք մեր վերաբերմունքի մասին այդ ամենի նկատմամբ, հերթական իմ խոսքը հակադարձվեց, բայց չէ որ Տեր այդ, մենք միայն ուրախության, լելության, առատության մեջ չէ, որ քրիստոնյաներ ենք։ Մենք նաև նեղության մեջ քրիստոնյաներ ենք։ Եվ մենք կոչված ենք այդպիսին լինելու, որովհետև տեսնենք Աստուծո խոսքի համաձայն, թե արդյոք մենք ճիշտ հավատի մեջ ենք։ Եվ այսօր մեզ այս փորձությունը տրվում է վերացեք կերպարանքներից, թե ովքեր են պատճառները, հետևանքները, մասնակիցները, ովքեր են թելադրողները, ակունքը այս ամենի ինչ է, չար է ակունքը, բայց այս ամենը սիրելիներ փորձություն է, որպեսզի դուք տեսնեք, թե ձեր հավատը ինչի վրա է խարսխված, որովհետև եթե ձեր հավատը խարսխված է Քրիստոսի հետ մերձավորության վրա, Քրիստոսի հետ շարունակաբար լինելու վրա, Քրիստոսի փառքի ապավինության վրա, եթե դուք վստահում եք Տիրոջը, իմանալով, որ Քրիստոս ինչ է, որ թույլ է տալիս, որ մեր կյանքում պատահի, ապա այդ Աստուծո թողտվության պետք է առաջ, և երկրորդ, որպեսզի ի վերջո Աստուծո փառքը երևա այդ հաղթության մեջ, դուք պիտի կարողանաք այդ ամենը տանել, ոչ թե երես դարձնել, ոչ թե ուրանալ ձեր հավատը, ոչ թե տկարանալ ձեր հավատի մեջ և սկսել ինքներդ հարցադրումներ ուղղել Աստծուն, ասելով այդ Տեր, եթե և բազմակել, եթե այդ եթեները նվազեն ձեր կյանքում սիրելիներ, մեր կյանքը հավատացեք կշտկվի, որովհետև եթե դուք այդ եթեն չեք ուղղում Աստծուն, ապա Աստված գիտի ձեզ ինչ օրհնություն է պետք, ինչ ճանապարհ է ձեզ պետք, որպեսզի դուք դուրս գաք ձեր կյանքի, մեր կյանքի այս մեկի և այս խավարի միջից։ Բայց այս մեկը և խավարը ոչ այլ ինչ է, քան մեռելոտի վիճակ, որը նաև ինչու չէ գալիս է մեր կեցվածքից, մեր դիրքորոշումներից, մեր պահվածքից, մեր հավատի տկարությունից։ Եվ այսօր Սուրբ Ծննդյան օրը, երբ մեզ Սուրբ Գիրքը փոխանցում է Ղազարոսի հարության պատմությունը, այդ Սուրբ Ծննդյան ընդմեջեր, ինչպես ասում են, մեզ հարության պատգամն է փոխանցում, որ Քրիստոս եկավ, որպեսզի դուք այդ հարությունը ունենաք։ Քրիստոս եկավ ձեզ ցույց տալու հարության ճանապարհը, որը այլ-ինչ է, քան կյանքի ճանապարհ, որովհետև կյանքի մեջ է հատիկը, սերնահատիկը, բջիջը ձեր շարժման, ձեր աղոթքի, կյանքի մեջ է ձեր ապավինությունը Քրիստոսին, որը պիտի ձեր հավատարմության և հավատի շնորհիվ վերածվի նաև Տիրոջ կողմից շնորհված ձեզ հարության։ Եվ սիրելիներ, այդ նույն զգացումով մենք պիտի առաքյալի հետ, ինչպես Թեսաղոնիկեցիներին նա համարձակ գրում է և ասում է, եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այնպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին և կյանքի պիտի բերի նրա հետ։ Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խոսքով։ Եթե մենք ողջ մնանք մինչև Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցյալներին, որովհետև Տերն ինքը ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները առաջինը հարություն պիտի առնեն։ Ապա և մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի ապշտակվենք, տարվենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում և այդպես մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք։ Արժևորենք Տիրոջ հետ լինելու մեզ ընծայված հնարավորությունը և այդ վստահությամբ և հավատով միշտ գնանք Տիրոջ առջև և երբ մեզ փոխանցվի Տիրոջ Սուրբ Ծննդյան և կամ Սուրբ Հարության ավետիսը, մենք այն ոչ միայն բերկրանքով հակադարձենք պատասխանով և կամ պատասխանը հնչեցնենք,
այլ իսկապես մեր ողջ սրտով, մեր ամբողջ էությամբ, մեր հոգով ուրախանանք, լիանանք, որովհետև անդրադառնանք, որ այդ ավետիսը մեզ բերում է այդ փառքի ավետիսը, մեզ բերում է Տիրոջ ներկայության լիության ավետիսը, մեզ բերում է Տիրոջով պարփակվելու, Տիրոջով իմաստավորվելու եւ Տիրոջով գոտեպնդվելու ավետիսը։ Եվ այդ ամենի մեջ սիրելիներ չի կարող լինել որևէ բան, որ մեզ ետ պահի խառնելուց մեր Քրիստոսի, ետ պահի ապավինելու մանուկ Հիսուսին, որ եկավ որպեսզի փրկի յուրաքանչյուրիս մեր պարտականությունների, մեր զոհությունների, մեր հանձնառությունների եւ մեր ծառայությունների մեջ։ Թող Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղությունը մշտապես մեզ հետ լինեն եւ մենք ամենայն ցնծությամբ եւ ուրախությամբ միշտ կարողանանք բացականչել եւ ասել. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։